Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ եկեցի անուն քո, եկեցե արքայություն քո, եկեցին գամ քո որպես հերկինս եւ հերկրի, հսած մեր հանապազորդ տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարդիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն այլ փրկյազ մեզի չարե, Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն բարին խորհել խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ եւ չար խորհուրդներից խոսքերից ու գործերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս նստեք սիրելիներս բարի եկեք թող Տեր օրհնի բոլորիս իր խաղաղության ու սիրո մեջ պահի Այսօրվանից 4-րդ գլուխն ենք սկսում եւ շատ կարեւոր նյութերի պիտի անդրադառնանք, թե արդեն մենք ինչպես քրիստոնյաներ ինչպես պիտի ապրենք, մեր կյանքին է վերաբերվում, որ ճշմարիտ եւ Աստծուն հաճելի կյանք պիտի լինի։ Մենք անցյալ անգամներին արդեն տեսանք, թե ինչպես էր ամեն ինչ պատմում Պողոս Արաքյալ իր սերը ժողովրդի մաքրության, հավատարմության մասին, բայց հիմա արդեն խոսելու է Աստծուն հաճելի կյանքի մասին, թե որն է եւ ինչպես պիտի ապրի։ Ցավոք սրտի մեր կյանքի մեջ ամեն օր աշխարհը այնքան է փոխվում, որ մարդիկ թե ճշմարտությունից, թե հոգևոր կյանքից, թե վերջապես Աստծուն մերժելուց, հեռանալուց մեղքերի մեջ են հայտնվում եւ հիմա պիտի խոսենք առաջին 5 համարների մասին այսօր տեսնելու թե որն է Աստծո կամք, այսինքն մարդ ինչպես պիտի ապրի, որ սուրբ լինի եւ այդ սրբությունը ինչ է պահանջում մարդուց եւ քանի որ մենք սուրբ հարության տոնին ենք մոտենում ավակ շաբաթվա մեջ ենք, շատ կարեւոր է այսօրվա թվարկված մեղքերը հասկանալ, թե ինչ է եւ ինչ է տեղի ունենում այսօր աշխարհում եւ մարդկանց կյանքում։ Եվ այսօրվա արդեն 4-րդ գլխի առաջին 5 համարներն ենք սերտելու։ Ուրեմն եղբայրներ, աղաչում ենք ձեզ եւ հորդորում Քրիստոս Հիսուսով, որ ինչպես սովորեցիք մեզանից, այնպես ընթանաք եւ հաճելի լինեք Աստծուն եւ այդպես էլ ընթանում եք, որպեսզի ավելի ու ավելի առաջ գնաք նույն բանի մեջ։ Ինչ է նշանակում ուրեմն։ Ուրիշ բառով ինչպես կարող ենք, այսինքն վերջապես։ Այսինքն հասկացանք, որ առաջին 3 գլուխների մեջ Պողոս Արաքյալը շատ կարևոր խոսեց դարձի մասին, իրենց ընդունած հավատքի մասին, ասում է վերջապես, այսինքն եզրակացությունն ամբողջը, այս խոսքը ուղղված է այս ամենի մեջ ճշմարտապես ապրելու։ Վերջապես, այսինքն յուրաքանչյուր մարդ, որ մենք թեկուզ երեխա վրա բարկանց մենք վերջապես կարող ես մի բան ճիշտ անել, այսինքն այս ինչ որ քեզ խրատեցինք, ասեցինք, հիմա շատ կարևոր է თუ այս ամեն ինչպես պիտի գործի դնես։ Ուրեմն մեկ բան է իմանալը, մեկ բան է այդ ամենը հետևել, այդ ամենին եւ պահել այդ ճշմարտության մեջ ապրել։ Շատ շատեր այսօր շատ ինֆորմացիա ունեն, հատկապես երբ որ այսօր 21-րդ դարը շատ ինֆորմացիայի դարը, մենք ամեն բանից տեղեկացված ենք, բայց տեղեկացված լինելը դեռ չի նշանակում ապրել այդ ամենը։ Մարդիկ կան, որ Աստվածաշունչը մի քանի անգամ ընթերցել են, հայրերի գործեր են կարդացել, շատ աղոթներ գիտեն, բայց միայն իմանում են այս ամենը եւ իմանալը դեռ չի նշանակում կյանքի կոչել։ Դրա համար ասում է վերջապես, եղբայրներ, աղաչում ենք ձեզ եւ հորդորում Քրիստոս Հիսուսով, ինչ որ լսեցիք, իմացաք, նույն բանի մեջ ավելի ու ավելի առաջ գնաք։ Ինչպիսի հաճելի կյանք մենք պետք է ունենանք։ Հիմա այստեղ ինչ է ուզում Պողոս Արաքյալն ասի։ Գիտեք, սիրելիներ, ռոմեական քաղաքներում, ռոմեական կայսրության մեջ եւ պատմությունից էլ շատերը գիտեք, որ ամենաայլասերված մարդկության ժամանակաշրջանն էր, որ ամենաայլանդակ մեղքերը գործում էր հատկապես սեռական բնույթի այլասերությունը տարածված էր ռոմեական կայսրության մեջ, հատկապես քաղաքներում եւ քաղաքներում բարոյականություն չկար։ Հрьяաները, որտեղ որ ովքեր որ ապրում ռոմեական կայսրության, ռաբիները քարոզում էին, ասում են, որ հեթանոս աղջիկների մեջ հատկապես 2-3 տարեկանից հետո այլևս կուսություն մի փնտրեք, սրբություն մի փնտրեք, որովհետև այս այլասերվածություն այնքան էր մտած մարդկանց մեջ, որ մարդիկ այդ կյանքով ապրում էին։ Ինչ էր կատարվում։ Հարբեցողություն, արվամոլություն, իգամոլություն, շնություն, պոռնկություն, հարբեցողություն, ամեն տեսակ պղծություն գործում էր եւ դա սովորական էր իրենց համար։ Եվ մարդիկ համարում են, որ այս սեռական սանձարձակությունը նորմալ է, որևէ մեկը այս սեռական ազատ կյանքի համար պատասխանատվություն չէր կրում։ Ցավը սա էր,
որ բոլորը ազատ էին, թե տղամարդ, թե կին, այս այլանդակ կենցաղով ապրելու։ Ինչը որ այսօր եթե նայում ենք աշխարհի մեջ, սա քարոզում է մեզ, որ մարդը ոչ մեկի առջև պատասխանատու չի, սա իր մարմինն է, ինչպես կուզի կօգտագործի, ում հետ կուզի, ինչպես կուզի, թմրանյութ կուզի կօգտագործի, պոռնոկությամբ կզբաղվի, շնություն կանի, դաջված կանի, ասում է սա իմ մարմինն է, ինչ որ կուզեմ կանեմ եւ աշխարհն էլ պաշտպանում է այս տեսակետը մարդկանց մեջ։ Եվ արգելված չէր այս սանձարձակ բարոյականությունը, որ անբարոյականություն, սանձարձակ կենցաղը սերային արգելված չէ, նույնիսկ խրախուսվում էր եւ բոլոր հեթանոս տղամարդիկ այս այլանդակության մեջ ապրում էին։ Կարող էր տղամարդը տղամարդու հետ կերակցել, հատկապես Կալիգուլայի ժամանակ, կայսր ժամանակ ամենասարսափելի սեռական այլասերվածություն էր տիրում ռոմեական կայսրության մեջ։ Եվ ոչ ոք ինչ էր որ աներ չէր պատժվում։ Նույնիսկ հեթանոսական տաճարներում որտեղ որ իրենք գնում են իրենց պաշտամունքները մատուցելու, սիրելիներ, կային հատուկ պոռնիկներ, որ պաշտամունքը անում էին իրենց նույն այդ պահին, մյուսները նրանց հետ սեռական հարաբերություններ ունեն։ Պատկերացնենք պաշտամունք, սեռական հարաբերություն եւ ինչ այլասեռություն կրեն եւ տաճարի մեջ։ Իրենց չաստվածներին պաշտամունքի ժամանակ մարդիկ այս այլասեռվածության մեջ ապրում են։ Տեսեք ուր էր հասել մարդկությունը։ Հիմա Պողոս առաքյալը, երբ որ եկավ Թեսաղոնիկե, սա ոչ միայն ռոմեական կայսրության, այլև հունական հատվածում, բյուզանդական հույներն էլ են այս մեղքի մեջ տարածված։ Երբ որ մենք կարդում ենք հին աստվածների պատմությունը, լեգենդը, տեսնում ենք այդ այլանդակությունները այնտեղ էլ կար։ Երբ որ Պողոս առաքյալը եկավ Թեսաղոնիկե քաղաք, ոչնչով չէր տարբերում այս քաղաքն էլ, նույնն էր։ Հիմա Պողոս առաքյալը եկավ այստեղ սկսեց բարոյականության մասին խոսել, դժվարությունների հանդիպեց։ Այսինքն եկել է մի մարդ, որ ինձ մանկուց իրենց կենցաղ այսպիսին է, հիմա ասում է դա սխալ է, մեղք է, այլևս չպիտի անեք։ Մարդիկ էլ ովքեր որ վարժված են այս կենցաղին, իրենք չեն ուզում շատ հեշտությամբ իրենց դիրքերը զիջել։ Եվ Պողոս առաքյալն ասում է հիմա վերջապես որ լսեցիք մեզ եւ Հիսուս Քրիստոսով եղբայրներ, քույրեր, խնդրում ենք ձեզ, ապրեք այդ ամենը եւ հակառակը աճեք, այս անբարո կյանքը թողեք, վերադարձեք ճշմարիտ Աստված ճանաչողության մեջ։ Եվ նշանակում էր մի ամբողջ քաղաքակրթության դեմ պայքարել։ Պատկերացնեք քաղաքակրթություն, ոչ թե մի քաղաքի սովորություն, մի ամբողջ կայսրության նիստ ու կաց պիտի փոխես։ Մի ամբողջ երկրի մտածելակերպը պիտի փոխես։ Հիմա տեսեք ինչքան դժվարություններ է հանդիպել Պողոս առաքյալը։ Մենք հիմա լսում ենք, ասում ենք 13 շաբաթվա մեջ 21 օրում Պողոս առաքյալը փոխեց այս քաղաքը դարձի բերեց։ Բայց ինչ տքնանք, ինչ աշխատանք, ինչ արհամարանք, ինչ ծեծ, ինչ դժվարություններ, որ կարողանաս մարդկանց այդ խոսքի զորությամբ փոխես մարդուն։ Այսօր մեր շրջապատում շատ մարդիկ կան, որ թմրանյութ են օգտագործում, իրենց կանանց են դավաճանում, ուրիշ բաներով են զբաղվում, երբ որ խոսում ես, չի ուզում քեզ լսել։ Ինքը ուզում է նորից այդ մեղքի մեջ ապրել, որտեղ իրեն դուր է գալիս այդ մեղքը։ Սա դեռ քաղաքակրթություն չէ, սա սովորական պարզ մարդու մեղք է, 1 հոգի, 5 հոգի, 10 հոգի մի քաղաքի մեջ, բայց պատկերացրեք մի ամբողջ երկիր այս ամբողջ մեղքի մեջ ապրում են։ Պողոս առաքյալը եկել է սա անելու։ Հիմա տեսեք, ճիշտ է, որ Թեսալոնիկեցիները ընդունեցին քրիստոնեությունը, հավատացին ճշմարտությանը, բայց Պողոս առաքյալը մտավախություն էր։ Հիշում եք Տիմոթեոսը գնաց, անցյալ դասին խոսեցինք, պատմեց, որ չէ, Թեսալոնիկեցիները մնացել են այդ հավատքի մեջ, բայց ինքը մտավախությունը, որ իրեն քրիստոնյա լինելով կվերադառնա նորից այդ նախկին կենցաղին։ Այսօր մկրտություն է անում, աղջիկներ են, հարցնում եմ, ասում եմ, ինչու եք ուզում մկրտվել, քրիստոնյա դառնալ, ասում եմ, լավ, ինչ պիտի տա ձեզ։ Դե ասում եմ մենք ավելի Աստծուն մոտ կլինենք։ Իմ հաջորդ հարցը սա է. բոլոր մկրտվածները Աստծուն մոտ են։ Հիմա ձեզ եմ հարցնում. բոլոր մկրտվածները Աստծուն մոտ են, իհարկե ոչ։ Այսինքն դեռ մկրտվելը քրիստոնյա դառնալը չի նշանակում փոխել քո կենցաղը, մտածելակերպը, ապրելակերպը եւ ուրիշ կյանքով ապրել, որովհետեւ մկրտված մարդիկ ավելի շատ են հակված դեպի այդ մեղքը, դեպի այդ գժտությունը։ Շատ են հակված եւ ցավոք սրտի այսօր աշխարհի մեջ քրիստոնյաները նաեւ մեղքի գովազդով են զբաղված, մեղքը տարածելու, հատկապես արևմտյան աշխարհում, Եվրոպայում, Ամերիկայում մեղքը տարածում են մարդիկ, նրանք ովքեր իրենց քրիստոնյա են կոչում, մանկապարտեզից սկսած, ամենապարզ օրինակը եմ Եվրոպայում այսօր ինչ են անում, տղա եւ աղջիկ մանկապարտեզ նույն զուգարանն են ուղարկում, որպեսզի ամոթ չունենան, սովորեն այդպես։ Տղաների մատերը կարող են մանիկյուր քսել, ունքերը հանել, քսել, վարժեցնել իգականությանը։ Եվ տեսեք, աղջիկներն էլ հակառակը։ Եվ երբ որ արդեն դու շփվում ես մարդ, տեսնում ինքը տղամարդը սափրված է, մորուքնում, բայց իր շարժու ձևը կանացի է։ Այսինքն այս այլասեռվածությունը հիմա նույն ձևով արվում է, բան չի փոխվել, աշխարհը նորից վերադառնում է իր հեթանոսական սովորության, քրիստոնեության անվան տակ։
Դրա համար այս խոսքը շատ եմ ասել, Գանդիի խոսքը, ասում էր ես շատ եմ սիրում քրիստոնեությունը, բայց չեմ կարողանում սիրել քրիստոնյաներին։ Ինձ դուր չեն գալիս քրիստոնյաները, որովհետև քրիստոնյաները իրենց կենցաղով այս ամենը խառնում են իրեն։ Եվ Պողոս Արաքել ամբողջ մտավախությունը սա էր, որ այս նորադարձ քրիստոնյաները նորից կհակվեն դեպի մեղավոր աշխարհը եւ այդ մեղավոր աշխարհի մեջ նույն մեղքերի մեջ հայտնվելով կկործանվեն։ Հիմա ասում է Աստծուն հաճելի կյանքով ապրեք։ Ո՞րն է այս հաճելի կյանքը։ Մարդը ինչ պիտի անի, որպեսզի ապրենք։ Ուրեմն Աստծո կամքին համաձայն ապրել նշանակում է ինչ որ դու անում ես, պետք է անես սիրով։ Եթե սիրով չես անում, հավատարմությամբ չես անում, դու կեղծում ես։ Դու խաբում ես նախ ինքդ քեզ եւ նրան, ում որ դու ինքդ հավատում ես։ Հիմա տեսեք, ինչպես պետք է այս ամենը գործի դնել։ Եթե այս ամենը գործի չդնես, չես կարող։ Եթե Աստծո խոսքը դու գործադրում ես, բայց սիրով չես անում, նորից չես կարող։ Ամենապարզ օրինակը բերեմ ձեզ։ Հովնան մարգարեի օրինակը հիշում եք։ Ինչ ասեց Աստված Հովնան մարգարեին։ Վեր կաց, գնա Նինվե, այդ ժողովրդին քարոզիր, որ իրենց մեղքերի պատճառով քաղաքը պիտի կորցնի, որպեսզի իրենք իրենց մեղքերից հետ դառնան։ Հովնան մարգարեն ուզեց գնալ։ Ինք Աստծո խոսքը գիտեր, չէ՞, ինչ արեց, նստեց նավը, փախավ Թարսիս, այսինքն Իսպանիա։ Պիտի գնար Երուսաղեմից Նինվե, Ասորեստան, փախավ Իսպանիա։ Այնտեղ գիտեք, նավը սկսեց ալեկոծվել, վիճակգծին են նետեց, վերջը ինքը եկավ Աստծո խոսքի համաձայն, քարոզեց, ասում է ամբողջ քաղաքը, նույնիսկ կենդանիները դարձի եկան։ Բայց ինչ էր արել, ինչն էր Հովնան մարգարեի գործը։ Ինքը դուրս եկավ, ասում է սպասում էր, թե երբ պիտի քաղաքը կործանվի։ Ուրեմն ինչ որ ինքը արեց, սիրով չարեց, հասկացաք, այսինքն արեց ինքը Աստծո պատվիրանը, Աստծո խոսքը գործադրեց, բայց սիրով չարեց։ Ուրեմն սա Աստծո կամքը չէ։ Երբ որ դու գնում ես մեկին մի բառ խոսում ես, խրատում ես, բայց սպասում ես, թե ինքը երբ պիտի սայթակի, ուրեմն դու այդ մարդուն չես սիրել եւ այդ մարդու հետ սիրով չես վարվել։ Ուրեմն Աստծո կամքը գործադրել, Աստծուն հաճելի կյանք ունենալ, նշանակում է այդ խոսքը, կյանքը ապրել սիրով ու պատասխանատվությամբ։ Սա է ամենակարևորը։ Ես կարող եմ շատ բան խոսել, շատ բան ասել, բայց սիրով չանել։ Օրինակ ամեն չորեքշաբթ ասեմ, դե նորից չորեքշաբթ եկավ, ես պիտի գնամ, լավ է չգամ խոսեմ։ Եթե ես չուզենալով պիտի գնամ պատարակի, որ Կիրակի է, բայց քանի որ եկեղեցու գնալ օրն է ստիպած անկողնիցս հելնեմ գնամ, լավ է չգաք։ Ինչ որ անում ես, դու անհամբեր պիտի սպասես այդ հանդիպմանը, ոչ թե չուզենալով, անհամբերությամբ պիտի սպասես, որովհետև դա քո եւ Աստծո հանդիպման ժամն է, սիրելիներ։ Եվ եթե ինձ սիրում եք, ասում եք, կպահեք իմ պատվիրանները Տեր։ Ինչու ասում, եթե ինձ սիրում եք, կպահեք իմ պատվիրանները։ Երբ որ մենք մեկին սիրում ենք, ինչ ենք անում։ Մեր ամբողջ մտածումը ինչպես անել այդ մարդուն երջանկացնել, չէ՞։ Նվեր կտանք, իր սիրած վայրը կտանենք, իր սիրած ծաղիկը կնվիրենք, բանաստեղծություն կասենք, երգ կնվիրենք իրեն, ամեն ինչ անում ենք, որ մեր սիրելին երջանիկ լինի։ Հիմա Տեր ասում է, թե դուք ինձ սիրում եք, կպահեք իմ պատվիրանը, այսինքն ինչ որ կանեք, սիրով կանեք, ոչ թե դժկամությամբ կանեք, սիրով կանեք։ Ուրեմն լավ է, որ դու քրիստոնյա չլինես, այդ մեղքերի պատասխանատվություն քո վրա չվերցնես, քան դու գաս, մկրտվես, քրիստոնյա դառնաս, ու այդ անտարբերության մեջ շարունակես ապրել։ Ու ինչ էլ որ անես, տարվա մեջ մի անգամ կամ երկու անգամ կանես, 10 անգամ կանես, սա էլ որպես պարտավորվածություն կանես։ Կամ տարվա մեջ մարդիկ նույնիսկ այս սխալը մտնում է մեր հոգևորականների մեջ։ Մարդ են մկրտում, ասում են լավ կլինի, որ գոնե տաղավար տոներին ձեր երեխաներին բերեք սուրբ հաղորդին։ Տարվա մեջ 5 անգամ։ Դու արդեն իրեն դրթում ես այդ մեղքի մեջ հայտնվելու։ Տարվա մեջ 5 անգամ պետք չի գալ Տիրոջը սուրբ հաղորդությունը ստանել։ Դու ամեն շաբաթ պիտի գաս, ամեն օր դու պիտի գաս Տիրոջ ներկայության մեջ ապրելու համար։ Ոնց որ մենք ինքներս էլ արդեն մարդկանց վարժեցնում ենք, որ 5 անգամը բավական է, ասում ավելին պետք չէ։ Այդ նույնն է, որ դու քո սիրելին տարվա մեջ 5 անգամ զանգես։ 5 անգամ իրեն սեր խոստում, ասես ես քեզ սիրում եմ։ Դու ամեն օր այդ բառերը պիտի իրեն ասես, որ ինքը իրեն երջանիկ կզգա, իրեն ինքը իր ուրախությունն ու խաղաղությունը երբեք չկորցնի։ Ուրեմն սա է նաև հոգևոր կյանքն է։ Մարդու կյանքը մեկ նպատակ ունի, սիրելիներ՝ գոհացնել եւ փառավորել Աստծուն։ Գոհացնել ինչպես։ Երբ որ մենք սիրում ենք Տիրոջը, փորձում ենք այդ պատվիրանները չխախտելով մեր սերը ցույց տալ եւ փառավորել մեր ապրած կյանքով։ Տեսեք, սիրելիներ, ոնց կարող ենք այս ամենը անել, որ Տերը մեր միջոցով փառավորված լինի եւ մենք էլ իրեն գոհացնենք։
Տերը երբեք չի ուզում, որ մենք 24 ժամ ծնկի իջած աղոթենք, որ դա լինի գոհացում։ Մեր ամբողջ գործերը թողենք, մեր աշխատանքը թողենք, ամբողջ օրը նստենք ու աղոթենք։ Սա չի պահանջել մեզանից Տերը։ Երբ որ Տերն ասում է հարատև աղոթքի մեջ մնացեք, այսինքն չլինի, որ 1 օր աղոթեք, 5 օր չաղոթեք, հետո 10 օր աղոթեք, 2 տարի չաղոթեք, այլ ամեն օր թեկուզ 1 բառը փառք քեզ Տեր Աստված մեր, շնորհակալ եմ քեզ, սա էլ աղոթք է։ Սրանք ամենակարևոր աղոթքն են։ Ինչպես փարիսեցին, Տեր, ների ինձ մեղավորիս։ Սա դարձավ քրիստոնեական կյանքի ամենազորավոր աղոթքը՝ Հիսուս Քրիստոս, որդի Աստծո, ողորմիր ինձ մեղավորիս։ Եթե այս բառը ամեն օր շշնջաս, դու կանդրադառնաս, որ իրավունք չունես մեղքի գերին դառնալու եւ քո պատճառով նաեւ շատ շատերը պիտի հեռանան Տիրոջից։ Դրա համար Պետրոս Առաքյալն ասում է, որ այնպես ապրեք ձեր քրիստոնեական կյանքը, որ հեթանոսները կամ անհավատները ձեր պատճառով Աստծուն չհայոյեն, որ ասեն սրանք այդ չեն, սրանք այս ծախված մարդիկ չեն, կեղծավորները չեն։ Գիտեք, սկզբում հեթանոս աշխարհը քրիստոնյաներին մեղադրում էր կեղծավորության մեջ, որ իրենք կեղծավոր էին, մինչև որ քրիստոնեությունը ցույց տվեց իր հաղթական կյանքը, որ ինքը միայն կեղծավորությամբ չի կարող ապրել, ինքը ճշմարտության մեջ է ապրում, որովհետև Հիսուս Քրիստոսին է հետևում։ Դրա համար այստեղ Առաքյալն ասում է, ինչպես որ սովորեցիք եւ հաճելի լինեք Աստծուն, եւ այդպես էլ ընթանում եք, որպեսզի ավելի ու ավելի զարգանաք այդ ամենին։ Այսինքն մեր ամեն օրը այդ քննության կյանքն է։ Մենք այսօր ինչ արեցինք։ Անդրանիկը ինչ էր ասում, երբ որ գլուխդ կդնես բարձին, մի պահ անդրադարձիր, այսօր հայրենիքիդ համար ինչ արեցիր։ Հոգևոր կյանքի մեջ, երբ որ գլուխը դնես բարձին, պիտի անդրադառնաս, այսօր իմ հոգու փրկության համար ինչ արեցի, որովհետև կարող առավոտյան չարթնանաս։ Շատ պարզ է սա, այսինքն երբ որ դու անդրադառնաս, Դավիթ մարգարեն ինչ եմ, թող ձեր բարկության վրա արևը մայր չմտնի։ Այսինքն երբ որ բարկացել ես, մեկին նեղացրել ես, չթողես արևը մայր մտնի, հաշտվի, որովհետև չգիտես արևածագ կտեսնես թե չէ։ Դրա համար ասում են վերջապես խնդրում եմ, այսինքն վերջին անգամ նորից խնդրում եմ ձեզ, ոնց սովորել եք ավելի զարգացեք եւ Աստծուն այդ հաճելի կյանքով ապրեք։ Երկրորդ համարը, եւ գիտեք թե ինչպիսի պատվերներ տվեցի ձեզ Տեր Հիսուսով։ Եվ գիտեք, ինչ պատվեր է տվել։ Պողոս Առաքյալ ինչ եկավ սովորացրեց այս մարդկանց։ Երբ Պողոս Առաքյալը եկավ Թեսաղոնիկե, այնտեղ քրիստոնյաներ գրեթե, այսինքն գրեթե ընդհանրապես չկային։ Բացակայություն։ Ինքը եկավ իր խոսքերը խոսեց։ Ոչ, չէ, որտեղ ինքը եկավ Քրիստոսի խոսքը խոսել։ Ինքը եկավ Քրիստոս Հիսուսով խոսել։ Այսինքն ինչ պատվեր որ ուներ, ինչ խոսք որ ինքը խոսեց, Քրիստոսի խոսքերն էր որ փոխանցեց, իր խոսքերը չփոխանցեց։ Եթե հիմա ես գամ այստեղ կանգնեմ եւ ցանկացած մեկը կանգնի իր ցանկություններից խոսի, իր նպատակներից խոսի, մի անգամից ձախողված է ինքը։ Մենք այստեղ հավաքվում ենք Քրիստոսով խոսելու եւ քրիստոնեական մեր կյանքը ապրելու։ Նա քարոզեց Հիսուս Քրիստոսին, Հիսուսի իշխանություն։ Ես ինչի եմ ամեն անգամ ասում, ինձ համար չգաք եկեղեցի, որովհետև սա ձեզ համար էլ գայթակղություն կլինի, ինձ համար էլ։ Ես հպարտության մեջ կարող եմ հայտնվել, դուք էլ շատ շուտ հուսահատության մեջ կհայտնվեք, որովհետև եթե դուք ինձ համար գաք, ինձ պիտի աստվածացնեք, իդեալականացնեք, հետո միա սխալ տեսնեք, հիասթափեք ու այլևս եկեղեցի չգաք։ Մենք մարդիկ ենք, մեր տկարություններով, մեր բացթողումներով, մեր սխալներով հավաքված ենք միտեղ միասին սրբանալու, սրբության ճանապարհ ընդունելու։ Բայց երբ որ մենք հավաքվում ենք Հիսուս Քրիստոսով, մեկս մյուսին սրբագրում ենք, մեկս մյուսի մեղքերը թաքցնելով, մեկս մյուսին օգտակար լինելով, մի աստիճանով վեր ենք բարձրանում։ Սա է մեր նպատակը։ Մենք այստեղ գալիս ենք ընթորինակություն ունենալու Հիսուս Քրիստոս, մենք Հիսուս Քրիստոսի նմանությունն ենք ուզում ունենալ մեր կյանքի մեջ, ոչ թե որևէ քարոզիչի կամ հոգևորական կամ այս հավատացյալի պես։ Եթե մեկը կարող է 10 օր պահք պահել, մեկը 1 օր չի կարողանում պահել, պետք չէ այդ մեկին մեղադրել։ Իմ սիրած պատմություն ես կարծեմ ձեզ պատմել եմ, որ մեկը գալիս ասում է, ես ճիշտ է որ Արսեն մեծը օրվա մեջ 1 ժամ էր քնում, ասում է ճիշտ, ասում է ես էլ եմ ուզում այդ, ասում է արա եթե դու Արսեն մեծն ես։ Ուրեմն Արսեն մեծը կարող էր օրվա մեջ 1 ժամ քնել, Սիմեոն Սյունակացը կարող էր 40 տարի 1 ոտքի վրա կանգնած աղոթել, մեկ ուրիշը կարող էր օրվա մեջ միայն 1 բաժակ ջուր խմելով ապրել։ Սրանք ճանապարհներ, որ մարդիկ գտել են սրբության։ Մեկ ուրիշն էլ ասել է, ես Հիսուս Քրիստոսին հավատում եմ, քրիստոնյա եմ, իր գլուխը կտրել են։ Նա էլ այդպես է սրբացել։ Բայց ինքն իր ամենակարևոր իր կյանքն է զոհաբերել իր հավատքը պահելու, պահպանելու համար։ Դրա համար ասում է, որ Հիսուս Քրիստոսն քարոզել եւ Հիսուս Քրիստոսի իշխանությամբ այս ամենը տեղի ունեցել։ Ուրեմն Հիսուսի յուրաքանչյուր խոսքը մեզ համար սրբություն է սիրելիներ, սուրբ խոսք է։ Ամեն խոսք, որ Հիսուս մեզ համար ասել է, սրանք պատահական խոսքեր չեն, որ կարող ենք պահել կամ կարող ենք չպահել։ Հստակ է,
Սիրեցիր, կփրկվես, մերժեցիր, դու ես պատասխանատուն հավիտենական կյանքից զրկվելու համար։ Ուրեմն պետք է նաև գործադրենք սիրով այդ խոսքերը։ Եթե մի խոսքը մեզ համար սրբություն է, արժեք է, ուրեմն դու անպայման պիտի գործադրես, ոչ թե լսես այստեղ, զգաս, ուրախանաս, հետո դուրս գաս ու մոռանաս, այլևս ոչինչ չանես։ Քանի որ այդ կերպով մենք կարողանում ենք մեր սերը խոստովանել նրա հանդեպ։ Միայն այս ձևով մենք կարող ենք մեր սերը խոստովանել Հիսուսին, սիրելիներ, երբ որ դու իր խոսքը պահում ես։ Եվ սա այնպիսի մի կարևոր շրջափուլ է մեր կյանքի մեջ, որ մենք պիտի հասկանանք, որ խոսքը պահելը նաև կարող է սխալ ուղղությամբ գնալ։ Մի քիչ պահելով էլ չես կարող արդարանալ։ Մի քիչ քրիստոնյա լինեմ, մի քիչ այսպես։ Ես մի գիրք ունեմ, այնտեղ մի ենթավերնագիրք կա, ասում է գանգստեր թե քրիստոնյա։ Ուրեմն գանգստերը նշանավոր ամերիկյան, քրիստոնեություն, ուզում եմ մի քիչ էլ մնալ այնտեղ։ Հիմա դու չես կարող այդ լարի վրա խաղալ մեկ օր քրիստոնյա, մեկ օր հանցագործ, մեկ օր քրիստոնյա, մեկ օր հանցագործ, կամ պիտի որոշես քրիստոնյա ես կամ հանցագործ ես, կամ աղոթող ես կամ անտարբեր մարդ ես։ Չես կարող երկուսն էլ միաժամանակ գործածել, կամ ողջ ես, ապրում ես, կամ մեռածի պես ես շարժում այս կյանքում։ Դրա համար ասում է Պողոս առաքյալը, եւ գիտեք, թե ինչպիսի պատվիրաններ տվեցի ձեզ Տեր Հիսուս Քրիստոսով։ Եվ հիմա տեսեք ինչ է ասում, արդեն պահանջը խոսեց ինչպես պիտի ապրենք Աստծո կամքը։ Հիմա պահանջը, թե ոնց կարող է մարդը Աստծո կամքով սուրբ դառնալ։ Որովհետև Աստծո կամքը այս է, որ դուք սուրբ լինեք, հեռու մնաք պոռնկությունից։ Սուրբ լինեք եւ հեռու մնաք պոռնկությունից։ Աստծո կամքը սա է։ Այսինքն հիմա երբ որ մենք գնում ենք դեպի հարություն, մենք պետք է սրբված, մաքրված մոտենանք եւ հեռու պոռնկության մեղքից։ Հիմա կտեսնենք, թե ինչ է պոռնկության մեղքը։ Հիմա տեսեք, կարևոր մի բան։ Աստված ինչ է ուզում, իր կամքը որն է, սուրբ լինել ասելու մենք ինչ ենք հասկանում։ Աստված ուզում է, որ մենք ուրիշներից տարբերվենք։ Դա է ուզում Աստված։ Այլ հավատքներից, անհավատներից, հեթանոսներից, իսլամի հետ բուդդիստներից, ուզում է, որ մենք իրենցից տարբերվենք։ Ոչ։ Ուրեմն ինչ է ուզում Աստված մեր։ Ուզում է, որ մենք ինչ անենք, սուրբ լինենք, որովհետև մենք կանչված ենք այդ սրբությանս։ Ուրեմն քրիստոնյան մեկ ուրիշից տարբերվելու համար չէ, այլ ինքը պետք է իր կյանքով ու կենցաղով սրբության ճանապարհը բռնի։ Եվ կանչեց Աստված մեզ, որպեսզի սուրբ լինենք, ասում է, որովհետև սուրբ եմ ես, ուրեմն դուք էլ պետք է սուրբ լինեք։ Եթե Աստված սուրբ է, ուրեմն մենք էլ սուրբ պիտի լինենք։ Ինչ է նշանակում սուրբ, սիրելիներ։ Սուրբ ասելով մենք ինչ ենք հասկանում։ Սուրբ բառը ինչ է։ Զտված առաջինը, չէ՞։ Հիմա զատիկ բառը ինչ է նշանակում։ Զատված։ Այսինքն Աստված մեզ զատեց հեթանոս մեղավոր աշխարհից։ Երկրորդ արդար, ազնիվ, մաքուր, ջինջ, այսինքն բոլոր այս հոմանիշները կարող ենք սուրբ բառի կողքը դնել։ Այսինքն սրբությունը, բայց առաջին հերթին զատված լինելն է նշանակում, որ մարդը ինքն իրեն զատել է մեղքից։ Ինչու՞, որովհետև մենք Քրիստոսի արյունով գնվեցինք մեղքի իշխանություն։ Այսինքն մեզի զատել է Քրիստոսի արյունը, ոչ թե մեր կամքը, մեր ցանկությունը, մեր հեղինակ, այլ Քրիստոսի արյունն է մեզ զատել մեղավոր աշխարհից, որպեսզի մենք սուրբ լինենք։ Եվ ինչ է սա նշանակում։ Ուրեմն քրիստոնյայի կոչումն է եւ անավարտ է այս կոչումը։ Վերջ չունի սուրբ լինելը։ Մենք ամեն օր սրբության նոր աստիճանի ենք բարձում։ Երբ որ Հիսուս ասում է եղեք կատարյալ, ինչպես որ ձեր երկնավոր հայրն է կատարյալ, մենք այս աշխարհի մեջ կարող ենք այդ կատարյալությանը հասնել։ Մենք այդ կատարյալությունը զգում ենք, ապրում ենք երկնքի արքայության մեջ, բայց մենք ձգտում ենք, ուրեմն նշանակում է, որ երկավոր կյանք մեր ծնված օրից մինչև մեր կյանքի ավարտը այս ընթացքը ավարտ չունի։ Եվ այս հանգրվանը, այս ճանապարհը սրբության 3 կետից է բաղկացած. ներկա, անցյալ եւ ապագա։ Ինչ է սա նշանակում, սիրելիներ։ Աստված իր որդու արյունով մեզ ազատեց ինչից։ Անցյալի մեր գործած մեղքերից, այսինքն սրբացրեց, ճիշտ է։ Երբ որ մենք Հիսուս Քրիստոսին հավատում ենք, մինչև մեր հավատալ ինչ մեղքեր մեր գործել ենք, մենք հավատալուց հետո հասկանում ենք, չէ՞, որ սա մեղքեր, նշանակում է, այսինքն Հիսուսի արյունով մենք այլևս սրբված ենք այդ մեղքից, մկրտության ավազանի մեջ մկրտվելու մեր հին մարդը թաղվում է այդտեղ, մեռնում է հին մարդը այնտեղ եւ ջրից նոր մարդն է ծնվում սրբած, այսինքն քո անցյալի մեղավոր մարդը մնաց այնտեղ, մենք սրբված, մաքրված նորից ծնվեցինք։ Երկրորդը, սիրելիներ, մեր այսօրվա գործերից մեղքերից Տերը մեզ իր ողորմությամբ է մաքրում եւ սրբացնում է։ Սա ներկան է արդեն։ Մեր այսօրվա գործած մեղքերից մենք ինչպես ենք մաքրվում։ Սուրբ,
հաղորդության միջոցով, չէ՞, ինչ ենք ասում, սա է կյանքը, հարության հույսը, մեր մեղքերի քավությունն ու թողությունը։ Այսինքն Քրիստոսի մարմինը ճաշակելով, Աստծո ողորմությամբ մենք մաքրվում ենք մեր մեղքերից, սրբվում ենք ներկայի մեջ։ Ճիշտ է։ Այսինքն ամեն օր մենք այդ հնարավորությունը Հիսուս Քրիստոսով ունենք ներկայի մեջ մաքրվելու։ Անցյալը մեր սրբված է, բայց ամեն օր, քանի որ մենք մեղքեր գործում ենք եւ ենթակա ենք ամեն օր մեղքեր գործելու, Սուրբ հաղորդությունը միջոց է մեզ ամեն օր մաքրվելու այդ մեղքերից։ Եվ երրորդ, քանի որ մենք այս կյանքում չենք կարող որևէ տեղ հասնել, այսինքն սա բավարար համարել, որ պահին օրինակ, երբ որ դուք բավարար համարեցիք ձեր հոգևոր աճը, իմացեք լճացել եք։ Որ պահին որ ուսանող իր համբարած գիտելիքը բավարար համարեց, ինքը այլևս ձախողված է, ինքը չի կարող ավելին ունենալ։ Եվ քանի որ մենք այստեղ չենք կարող հասնել, ուրեմն որտեղ մենք կարող ենք հասնել հավիտենական կյանքում, այսինքն ապագան մեղքերից մաքրված, սրբված, մենք գնում ենք այնտեղ։ Ուրեմն հետևաբար ամեն օր Սուրբ Հոգով ապրված այս կյանքում, որ մենք ապրում ենք այս կյանքում, երբ կանգնենք Տիրոջ առջև, նա մեզ պետք է սրբացնի։ Մեր ամեն օր, երբ որ մենք Սուրբ Հոգով լեցուն Հիսուս Քրիստոսով ապրում ենք այս աշխարհի մեջ, դատաստանի ժամանակ Տերը պես պիտի արդարացնի, սրբացնի, ասելով. եկեք իմ հորդնվածներ, մտեք իմ ուրախության մեջ։ Հասկացաք այս ճանապարհը սուրբ լինելու, զատված լինելը որն է։ Ամենօրյա պայքարը մեղքի դեմ։ Ամենաչնչին մեղքը կարող է մի ամբողջ հավիտենություն արժանանալ մեզ, սիրելիներ։ Եթե մեկը գողություն չի արել կամ մարդ չի սպանել, դա դեռ չի ինքը մեղքեր չունի։ Մեր մեղքերը բազում են, տարատեսակ, թաքնված։ Մենք 7 մահացու մեղքեր թվարկեցինք եւ սրանց տարատեսակներով, չէ՞, այսինքն հպարտություն ասում ենք, հասկանում ենք ինչ է, եւ սրան տարբեր տեսակներ ունի։ Ծուլության, հպարտության, նախանձի, չարության, բարկության, սրանք բոլոր տեսակներ ունեն, որ թաքնված են մեր մեջ։ Դրա համար այս փոքրիկ մեղքերն են, որ կամած հավաքվում են, ծնագնդի պես մեծանում, հետո մեզ տարորում են։ Ուրեմն դու այնպես պիտի անես, որ քո մեղքերը չավելանան։ Ամեն օր պիտի փորձես այնպես անել, որ քո սրբված, մաքրված էությունը Քրիստոսի արյամբ լվացված քո էությունը կարողանա կանգնել Տիրոջ առջև եւ արդարացված լինել։ Հիմա տեսեք, սուրբ այն մարդը չէ նաեւ, երկրորդ բանն եմ ասում ձեզ, որ մեղքեր չի գործում։ Հասկացաք, ուրեմն սուրբը նա չէ, որ մեղքեր չի գործում։ Մայր Թերեզան ասում է, սուրբը նա չէ, ով որ գնում է սարերի վրա, անտառների մեջ աղոթում է։ Այս սուրբը նա է, որ ամեն օր Աստծո կամքով ապրում է այս աշխարհի մեջ։ Ուրեմն սուրբը նաև նա չէ, ով մեղքեր չի գործում, այլ այն մարդը, ով մեղքի ճահճից դուրս է գալիս Հիսուս Քրիստոսի անունով սրբացած ու արդարացված։ Ով որ իր մեղքը հասկացել է, գիտակցել է եւ Հիսուսի միջոցով դուրս է եկել այդ ճահճից, արդարացած ու սրբացված։ Իմ ամենասիրած օրինակն է, ասում եմ, ես չեմ համբուրում այն ձեռքերը, որ ձեռնոցների մեջ դրված միշտ մաքուր են մնացել, այլ համբուրում եմ այն ձեռքերը, որ միշտ մտել են կյանքի տիղմի մեջ, բայց միշտ մաքուր են դուրս եկել։ Սա իմ սիրած խոսքն է։ Ուրեմն, երբ որ մենք պահված ենք եկել, մեզ խնամել են, գուրգուրել են, որ այս բաները չտեսնենք, չիմանանք, դա սա դեռ մեզ սուրբ չի դարձնում։ Այս սուրբ է դարձնում, երբ որ դու գիտակցում ես, որ դու մեղքի ճահճի մեջ ես, գիտես, որ դու թմրանյութ ես օգտագործում, միանգամից ասել ես ոչ, այլևս չեմ անելու Հիսուս Քրիստոսի անվան համար։ Եվ թողել ես, սա է սրբացման ճանապարհը։ Դու գիտես, որ դու քո կնոջը նեղացնում ես, ցավ ես պատճառում, ասում ես այլևս չեմ անելու։ Դու գիտես, որ դու սուտ ես խոսում ժամանակին, կեղծավորություններում, ասում ես այլևս չեմ անելու։ Սա այդ գիտակցությունն է, որ մարդուն հանում է սրբացած ու արդարացված։ Եվ ամենակարևորը, երբ որոշում է, որ պետք է այսպիսի մեղքի դեմ պայքարես, այդ որոշումը շատ կարևոր է։ Որ պահին որոշումը կայացրեցիր, այդպես չապրելու, դու գնում ես դեպի սրբության ճանապարհը։ Սուրբը գիտե իր մեղքը եւ նաեւ ձգտում է ճզմել դա։ Նաեւ սա է կարևոր հասկանալ, որ սուրբ մարդ, այսինքն ով որ սրբակենցաղ ուզում է ապրել Քրիստոսին հաճելի, գիտի, ես իմ մեղքերը գիտեմ, դուք գիտեք, չէ՞ ձեր մեղքերը, որտեղ ինչ արեցիք։ Եվ թե դուք ձգտում եք այդ մեղքերը սպանել ձեր մեջ, ուրեմն սրբության ճանապարհ։ Եվ որ գիտեք, ամենաչնչինը, ասենց ամեն օր պատտվում եք, ման եք գալիս։ Օրինակ, երբ որ գալիս են խոստովանության մարդիկ, ասում եմ, թղթի վրա գրեք ձեր մեղքերը, որ հիշեք, դուք ձեզ համար հիշեք, ինչ եք արել, հետո կտեսնեք ինչքան բան կհիշեք այդ ընթացքում։ Դու ինքդ քեզ պատմիր քո մեղքերը եւ կտեսնես ամենաչնչին բան, որ դու մեղք չես համարել, հիմա արդեն հասկանում ես, որ սա էլ էր մեղք։ Գուցե այն ժամանակ դու իմացել որ լավ եմ արել, ճիշտ եմ արել, հիմա անդրադառնում ես, որ չէ, սա սխալ էր, ես չպետք է խոսեի, ավել բան չպիտի ասեի։ Այս ամենը իմ հոգու փրկությանը դեմ էր։
Պողոս Արաքյալի հիմա հասնենք երկրորդ հատվածը պոռնկություն, ուրեմն սուրբ եղեք եւ ասում է հերու մնացեք կամ հանեք ձեզանից պոռնկությունը։ Արդեն ասացի, որ Պողոս Արաքյալի ժամանակներում հույների մոտ ամենատարածած անբարոյականությունը պոռնկությունն էր։ Ինչ ենք ասում ենք պոռնկություն։ Հույների մոտ սա թեթև ու փոքր մեղք էր։ Սա մեծ մեղք չէր։ Փոքր ու թեթև, ժամանցային էր։ Եվ բոլոր հեթանոս տղամարդիկ եւ կանայք այս մեղքերի միջով անցնում դուրս են գալ։ Ես շատ հաճախ եմ սոցհարցումներ նայում, հատկապես երբ որ այսպիսի հարցեր կան, անցյալ օրը նայեցի Ռուսաստանում 100 աղջկա հարցրեցին կույս եք թե չէ, 100-ից միայն 2-ն էին կույս։ Եվ հարցը հաջորդ երբ որ քանի տղամարդ ես ունեցել քո կյանքում սարսափում ես։ Մինչև 30 տարեկան աղջիկներն են հարցնում։ Հիմա տեսեք, այս ազգի մեջ դա սովորական երևույթ է, որ Ռուսաստանում եթե 13 տարեկան աղջիկը կույս է, ուրեմն ամոթ է իր համար։ Ուրեմն ինքը ոչ մեկին հետաքրքիր չի եղել, որ կույս է մնացել։ Տեսեք ինչ վտանգավոր խոսք է սա այստեղ։ Եվ դրա համար ասում է հերու մնացեք պոռնկությունից։ Ուրեմն ինչ է պոռնկությունը, սիրելիներ։ Շնության մեջ հետ տարբերություն ունի թե չունի։ Ունի։ Ուրեմն պոռնկությունը այն է, երբ որ մարդը մինչև ամուսնանալը մեկ ուրիշ հետ անկողին է կիսում։ Սա է պոռնկությունը։ Շնությունը այն է, երբ որ ամուսնացած տղամարդը կամ կինը դավաճանում իր կողակցին։ Ուրեմն պոռնկությունը ավելի վտանգավոր է, որովհետև մարդիկ քեզ տեսնում են մաքուր, անարատ սուրբ, բայց դյուրականում մեղսագործ, չարագործ, որովհետև քո մարմինը բղծել ես անծանոթ մարդկանց հետ կամ տարբեր մարդկանց հետ։ Եվ սրանց համար հեթանոս սա փոքրիկ մեղք էր, թեթև ինչ են կարել, որ այսօր չէ շատ հաճախ մարդիկ այդպես ասում են։ Ուրեմն նրանք իրենց կենցաղում սեռական անբարոյականության բոլոր տեսակները իրարկում են։ Ամեն ինչ որ կար հույները այն ժամանակ այս մեղքերը գործում են։ Ուստի Արաքյալը անհրաժեշտ է համարում, որ բոլոր թեսաղոնիկեցիները ամբողջությամբ հրաժարվեն այս հասարակական մեղքից։ Ամբողջությամբ թողնեն այս պոռնկական կյանքը, վերադառնան ճշմարտիտ աստվածպաշտությանը եւ ընդունել բոլոր սեռական ամեն տեսակ մեղքերը։ Հիմա տեսեք, սիրելիներ, Եվրոպայում, արևմտյան աշխարհում, ինչու՞ չէ, այսօր այլև Հայաստանում ձգտում են։ Մի անգամ մի երիտասարդ ասաց, օրինակ, ես կողմ եմ, որ աղջիկը մինչև ամուսնանալը տղայի հետ քնի, որովհետև չճանաչեն, իրար չիմանան։ Իմ հարցը սա էր. դու քո աղջկան թույլ կտաս։ Դու այդպեսի հետ կամուսնանաս, թե ոչ։ Միանգամից լուր մնաց։ Այսինքն քո ցանկությունը, երբ որ դու այդ մեղսախեր ցանկությամբ ապրես, մի պահանջիր, որ բոլորն անեն։ Ուրեմն այս ինչու համար հիմա հաջորդ համարի մեջ կտեսնենք, ասում է, որ կուսությամբ պատվով ամուսնացեք։ Ուրեմն սա շատ կարևոր սկզբունք է, որովհետև աղջիկա մաքրությունը, անարատությունը սրբությանը հավասար է եղել, թե հին աշխարհի մեջ, հрьяաների մոտ, թե քրիստոնեական աշխարհ, թե այն մարդկանց, ովքեր այդ ավանդույթներով ու սկզբունքներով են ապրում։ Ինչու է մինչև այսօր մեզ համար, երբ որ մարդ ամուսնան, պետք է աղջիկը կույս լինի, որովհետև դու մաքուր ես, քո պատիվն ես բերում տուն, այսինքն կինը տղամարդու պատիվն է, կինը տղամարդու թագն ու պսակն է։ Սա շատ կարևոր բան է, որ մարդը գիտակցի, հասկանա, ինչու այս ամենը պետք լինել այդպես, որպեսզի մարդը այդ մաքրությամբ ապրի։ Ուրեմն Պողոս Արաքյալը դա էր ուզում։ Եվ տեսեք ինչ է ասում Եփեսացիների նամակի մեջ Պողոս Արաքյալ։ Արդ այս բանն եմ ասում եւ վկայում Տիրոջով, դուք այլևս չընթանաք այնպես, ինչպես որ այլ հեթանոսներն են ընթանում իրենց մտքի ունայնությամբ։ Նրանց մտքերը մթագնած են եւ իրենք օտարացած են Աստծո կյանքից, իրենց մեջ եղած տգիտության պատճառով, որն իրենց սրտի կուրության հետևանքն է։ Նրանք իրենց հույսը կտրեցին ու ագահությամբ անznատուր եղան անառակությանը եւ ամեն տեսակ պիղծ գործերին։ Տեսեք, Աստծո գիտությունը չունեին, Աստծո խոսքը չէին ճանաչում, իրենք անհուսությամբ տրվեցին անառակությանը եւ իրենք իրենց անձերը պղծեցին։ Ինչու է սա քրիստոնյայի համար մեղք, սիրելիներ, որտեղ մկրտվող մարդու համար իր մարմինը դառնում է Աստծո տաճարը։ Այսինքն այս տաճարը դու պղծում ես քո սեռական ցանկությունները։ Հոգևոր պոռնկությունն էլ կա։ Այն է, որ մարդը Քրիստոսին թողնում է, գնում է թուղթու գիրանողի մոտ, մոմ թափողի մոտ, բախտագուշակի մոտ, սա էլ հոգևոր պոռնկություն է։ Հոգիդ Աստծուց հանում ես, տանում ես սատանայի մոտ կուսությունը զրկելու, այսինքն այս մարդուն զրկում ես անմեղությունից ու մաքրությունից։ Սա էլ հոգևոր պոռնկություն է։ Եվ Աստծո խոսքը անփոփոխելի է։ Հնարավոր չէ Աստծո խոսքը փոխել։ Աստծո խոսքը երեք, այսօր եւ հավիտյան նույնն է։ Մենք չենք կարող ասել անցյալում այսպես էր, հիմա այսպես է, 21-րդ դար է, մարդիկ ազատ կյանք են ուզում, այսպիսի բան չկա։ Ազատ կյանք չի նշանակում ամենտեսակ սեռական ցանկություններով ապրել։ Չի նշանակում քո մարմինը պղծել, ինչ ուզել անել։
Ազատություն նշանակում է դու քո սահմանները ճանաչել եւ հասկանալ, որ այստեղից այն կողմ վտանգավոր է քո հոգու փրկության համար, ոչ թե քո անձնական պետքերի համար։ Ես շատ եմ հանդիպել թե բանտում, թե դրսում մարդիկ, որ այսպիսի կյանքով ապրել են եւ հիմա զղջում են իրենց ամբողջ կյանքի համար, որ երիտասարդ էինք, գիտեինք այսպես պիտի ամբողջ մեր կյանքը երիտասարդ ապրեինք, հաճույքների մեջ լինեինք, հիմա որ արդեն ծերացել ենք, մահվան շունչը զգում ենք, արդեն վախենում ենք մեր մեղքերից։ Ուրեմն ինչ որ ասում է Սուրբ Գիրքը, երիտասարդության տարիներին գործես, ծերության ժամանակ քո դեմ վկայություն պիտի տա։ Երիտասարդության ասում է սխալները քո դեմ պիտի խայթոց լինեն, պիտի քեզ անդադար հիշեցնեն քո մեղավոր կյանքում, վախեցնեն քեզ դժոխքի կրակների մեջ այրվելու համար։ Ուրեմն այս պոռնկությունը սա է սինը։ Իսկ շնությունը արդեն ասաց, երբ որ ինքը ամուսինը կամ կինը դավաճանում իր կողակցին, սա շնություն է։ Եվ տեսեք, ասում է, փախեք պոռնկությունից։ Ինչ մեղք էլ որ գործի մարդ, այդ իր մարմնից դուրս է։ Իսկ ով պոռնկանում է, իր մարմնի դեմ է մեղք գործում։ Չգիտեք, թե ձեր մարմինները տաճարն են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, եւ որն ստացել եք Աստծուց, եւ դուք ձեր Տերը ոչ չեք, քանզի մեծ գնով գնվեցիք, փառավորեցեք Աստծուն ձեր մարմինների մեջ։ Ուրեմն Աստծուն դու քո մարմնի մեջ պիտի փառավորես։ Ինչ մեղք որ գործում եք, այս մարմնից դուրս է, բայց պոռնկությունը այս մարմնի մեջ է։ Եվ սա Սուրբ Հոգու տաճարը պղծել է նշանակում սիրներ։ Ուրեմն տեսեք երկու պայման. սուրբ լինեք եւ հանեք ձեզանից պոռնկություն։ Այսինքն Աստծո կամքը սա է։ Հիմա երբ որ մենք գնում ենք դեպի հարություն, ո՞նց պիտի ներկայանանք Տիրոջը։ Մենք այս բոլոր մեղքերով ինչպես պիտի ներկայանանք իրեն։ Մենք անդադար ասում ենք, որ Աստված ձեզ ներելու է, այսպես։ Այո, ներելու է Աստված եւ գինը Հիսուս Քրիստոսից խաչելությունը այդ ներման գինն է, բայց դու ինքդ պիտի այդ ներումը ընդունես քո կյանքի մեջ։ Պարզապես չպիտի գաս ծիսակատարությունը կատարես ու հեռանաս, գաս մի քանի այդ արարողությունները մասնակցես ու համարվես, որ մաքրված ես, գաս ճրաքալույցի մոմը վառես, ասես վերջ, ես մաքրվեցի, այդպիսի բան չկա։ Մինչև դու չհասկանաս, չգիտակցես, որ այս մարմինը Քրիստոսի տաճարն է, Սուրբ Հոգու բրականն է եւ սա պետք է մաքուր պահել, ուրեմն նշանակում է դու այդ կյանքով պիտի ապրես։ Երկրորդը նաեւ պոռնկությունը Սուրբ Գիրքն ասում է Երանյան ներքինիներին, ովքեր իրենց ձեռքով իրենց չեն պղծում։ Սա էլ պոռնկություն, որ մարդ իր կրքերով հղանում է, սկսում է ինքն իրեն բավարարել, մեղքի մեջ հայտնվել։ Սա էլ մեկ ուրիշ պոռնկություն է։ Նորից է դու ոչ թե ֆիզիկապես ուրիշ մեկի հետ, այլ դու ինքդ ես պղծում քեզ։ Դու ինքդ ես այս պոռնկության միջոցով Աստծուն հանում քո կյանքից։ Եվ եթե մեր կյանքում ոչ մի բան չի ստացվում, միշտ հիշեք, այս մեղքը մենք բոլորս գործել ենք։ Մենք այս ցանկությունները միշտ ունեցել ենք մեր կյանքի մեջ։ Հիմա էլ քրիստոնյա ենք, բայց նորից այս ցանկությունների կարիք կա։ Եվ հատկապես քրիստոնյաներն անում այս ամենը։ Ամուսնանում են, իրենց կանանց թողնում են, վազում են աղջիկների, ուրիշների հետևից, պոռնիկների հետևից, վարձու պոռնիկների հետևից, սիրուհիների հետևից, ընտանիք ունեցող սիրուհիների հետևից։ Սրանք բոլորը մեղքեր են, որ հետո պիտի քեզ դժոխք քաշ տան։ Եվ այս հրոպեական հաճույքը հավիտենական պարտության պատճառ պիտի դառնա։ Ուրեմն սուրբ լինելու համար այս մեղքը մեզանից պիտի հեռու վանենք։ Չորրորդ համարը, ձեզանից յուրաքանչյուրը, որ գիտենա իր մարմինը պահել սրբությամբ ու պատվով։ Հիմա ասում է յուրաքանչյուրը պետք է իմանալ սրբությամբ եւ պատվով պահել, հունարեն բնագի մեջ ասում է պետք է պատվով ամուսնանաս, սրբությամբ եւ պատվով ամուսնանաս։ Ուրեմն տեսեք հիմա գալիս ենք այնտեղ, երկու իմաստն էլ ճիշտ է, սրբությամբ ու պատվով պահել մարմինը եւ սրբությամբ ամուսնանալ, ուսության մեջ ամուսնանալ։ Ուրեմն ամուսնացիան կյանքը սուրբ է, սիրելիներ, եւ սրբություն եւ պետք է այն շատ գեղեցիկ պահել։ Երբ որ մենք պսակում ենք, շատ գեղեցիկ աղոթք ենք, ասում ենք Տեր Աստված, դու որ սուրբ ես եւ սուրբերի մեջ ես բնակվում, սուրբ է այս ամուսնացող ծառաներիդ ամուսնական անկողինը։ Չի ասում կյանքը, ամուսնական անկողինը սուրբ պահիր։ Տեսեք ինչքան գեղեցիկ օրինակ է, որպեսզի ասում է իրար սիրեն, պարկեշտ կենցաղով, առանց ամոթի եւ առանց լկտիության։ Տեսեք ինչքան կարևոր պատգամ է մարդուն, որ իմանա թե ինչ է սա նշանակում։ Հիմա ինչ է աշխարհը քարոզում, սիրելիներ։ Քաղաքացիական հասկանալի է այդ օրենքով ամուսնանալը, բայց աշխարհն ինչ է քարոզում։ Հայաստանում էլ այդպես, նույնիսկ գրքերը հրատարակում հիմա մարդիկ, որ տարածեն երիտասարդության մեջ հարաբերություններ առանց պատասխանատվության։ Այսինքն, տղան ու աղջիկ իրար հավանեցին, իրար հետ քնում են, օրեր, ամիսներ, գուցե տարի, հետո եթե իրար սիրեն, ամուսնանան, զավակներ ունենան։ Եթե ոչ, ամեն մեկ իր ճանապարհով հեռանում է առանց պատասխանատվության։ Կամ ամուսնանում են,
հետո տեսնում են զավակ է ծնվում կամ ինչ, որոշում են նոր գնալ Աստծո օրհնությունը ստանալ, եկեղեցում պսակադրվել կամ դա էլ ընդհանրապես չեն անում։ Ուրեմն քանի որ սա սուրբ պայման է, եւ ինչ է ասում Աստված, կնոջ ինչու ստեղծեց տվեց Ադամին, որպես ընկեր, որպես բարեկամ, որդեծնության համար, այսինքն արարչագործության շարունակության համար է ամուսնությունը տրված մարդուն։ Ուրեմն, բայց ինչ է լինում։ Ոչ միայն դու չպիտի դուրս նայես, այսինքն ամուսնանալուց հետո չպիտի դուրս նայես, այլև պետք է իրար մարմինները հարգեն։ Հարգեն իրենց մարմինները։ Սա շատ կարևոր է, հարգել քո կողակցի մարմինը։ Ընտրել ես, սիրել ես, եւ ինչ է ասում Պողոս Արաքյալը, հիշում եք Եփեսացին նամակի մեջ, տղամարդիկ, դուք էլ ձեր կանանց սիրեց, այնպես ինչպես ինքներդ ձեզ եք սիրում։ Եվ ասում է իր կնոջը չսիրողը ինքն իրեն չի սիրում։ Ուրեմն կնոջ մարմինը սիրելը ինքն իրեն սիրել է նշանակում։ Եվ սա հարգանք է այդ մարմնի հանդեպ։ Ուրեմն այս անկողինը դրա համար պետք է սուրբ լինի։ Ոչ միայն սրբություն այդ կյանքը, այլև հարգանք է։ Եվ մեր կյանքի ցանկացած պղծություն կամ անբարոյականություն գալիս է այս աչքը դուրս լինելուց, որ աչքդ անդադար դուրս է։ Ինչ ես փնտրում դրսում, չէ՞։ Անբարո կնոջ մասին ինչ է ասում Առակաց գիրքը, ասում է անբարո կինը նստում է ճանապարհի եզրին եւ աչքով է անում։ Ասում է որդյակ չմտնես այնտեղ, որ մտար կկորցնես ամեն ինչ։ Ուրեմն ով որ քեզ դրսից կանչում է, նպատակը մեկ բան է՝ պղծել քո սրբությունը, քանդել քո տունը։ Իսկ երբ որ տունդ քանդվեց, ավերակների վրա այլևս երջանկություն։ Դու կարող ես մեկ տան մեջ ապրել, շարունակել ապրել իրար հետ, բայց այլևս երջանկությունը, խաղաղությունը, սերը չի թևածում այդ ընտանիքի մեջ։ Քանդված է այդ ամեն ինչը։ Դրա համար պետք է ոչ միայն սիրել, այլև հարգել։ Եվ այս մարմինը Տիրոջն է։ Տեսեք Կորինթաց նամակը ասում է, չգիտեք, թե ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, ձեր մեջը եւ որն ստացել եք Աստծուց, եւ դուք ձեր Տերը չեք։ Ուրեմն ձեր մարմինները, քանի որ Սուրբ Հոգու տաճարն են, ուրեմն տաճարի վերաբերվեք։ Ինչ է հաջորդ քայլը։ Սեռային կյանքը մարդուն ինչու տրվեց։ Երկու պատճառով, սիրելիներ։ Ամուսնական կյանքը քաղցրությունը զգալու համար, երկրորդը ворցետնության համար։ Տղամարդ եւ կինը սեռական հարաբերության ժամին իրար սիրում են, դա իրար հանդեպ սերն ու գուրգուրանքն են արտահայտում։ Բայց երբ որ սերը արդեն փոխվում է այլ ցանկությունների, անառակաբարո ձգտումների, քանդվում է տաճարը, ոչնչանում է։ Սա քաղցրություն ամուսնական եւ պտուղներն են, որ դու պիտի ստանաս։ Աստված դա տվել է մարդուն այդ ճանապարհը ընտրելու համար, ոչ թե այլ ճանապարհ ընտրելու։ Եվ երկրորդ կարևոր ворթեծնության համար։ Ուրեմն ворթեծնության միջոցով դու նաև շարունակում ես արարչագործությունը։ Ուրեմն տեսեք, որն է սրբությամբ ամուսնացեք եւ սուրբ եւ պատվավոր պահեք ձեր մարմինը։ Երկուսն էլ խորիմաստ բան են մարդու կյանքի եւ կենցաղի մեջ գործադրելու համար։ Ապրեցինք այսպես, գնացինք այս ճանապարհով, Տերը միշտ ներկա պիտի լինի մեր ընտանիքան հարկերի մեջ։ Սիրո Աստվածը պիտի միշտ հովանավորություն աներ տանը, եթե մարդ այս սկզբունքով է ապրում եւ գործում իր կյանքի մեջ։ Եվ այսօրվա վերջին համարը եւ ոչ թե ցանկության կրքով, ինչպես այլ հեթանոսներ, որ չեն ճանաչում Աստծուն։ Ուրեմն հանկարծ նաև ցանկության կրքով չանեք այդ ամենը հեթանոսների պես, ովքեր չեն ճանաչում Աստծուն։ Արդեն հասացի, որ հեթանոսները պակշոտ կյանքով էին ապրում։ Պակշոտ կյանքը գիտեք, այսինքն ամեն տեսակ զեղությամբ, շվայտությամբ, անիրավությամբ, այլանդակությամբ ապրում էին եւ ապրում են ցավոք սրտի մինչեւ այսօր այդ մարդիկ։ Նրանք չեն ճանաչում Աստծուն, սակայն արդարացում չունեն։ Այն մարդիկ, ովքեր որ ասում են մենք Աստծուն չենք ճանաչում, չենք կարդացել, մենք այս ամենը չգիտենք, լավ էլ գիտենք։ Դրա համար Պետրոս Առաքյալն ասում է Հիսուսի չափ դժոխք քարոզելու, որ ցույց տա, որ անգամ դժոխքում է ավետարանը քարոզվել, որ ոչ ոք չասի, չենք իմացել, չենք լսել։ Այսօր բոլորս այդ տեղեկություն ենք, որ սա բացի հոգևոր կյանքից, որ Աստված արգելում է շնության, պոռնկության մեղքը, նաև բարոյականության օրենք է մարդկային կյանքի մեջ։ Սրա համար օրենքներ կան, որ գրված չեն, չէ՞, չգրված օրենքներ են, մենք պահում ենք այդ օրենքները։ Ուրեմն սա իրենց համար արդարացում չէ, որովհետև Աստված իրեն հայտնել է բոլոր մարդկանց։ Չկա մի մարդ, որին Աստված հայտնված չլինի եւ ասած չլինի, որ այս բանը չանես։ Դրա համար ըստ իրենց սրտերի ցանկության Աստված նրանց մատնեց պղծության, որ որպիսի իրենց մարմինները պղծեն իրենց մեջ։ Ովքեր որ Աստծուն չեն ճանաչում, իրենց տրվում են այդ անառակ
մեղքերին ու ցանկություններին սիրելիներ։ Ուրեմն Պողոս առաքյալը հեթանոս ասելով այստեղ նաև նկատի ունի նրանց, ովքեր Քրիստոսին չեն հավատում, նաև այսօր։ Այսօր շատ մարդիկ կան, որ չեն ընդունում, ես չեմ հիշում, ձեզ մի անգամ ես պատմել եմ, մի երիտասարդ մի օր ասաց, ես սատանային եմ հավատում։ Ասացի, ինչու ես սատանային հավատում, ասաց, որովհետև ինքը ինձ ամեն ինչ թույլ է տալիս։ Իսկ Քրիստոս ասում է, սա չի կարելի, նա չի կարելի, նա չի կարելի, դրա համար քոնք ինձ տվել այդ ազատությունը, ես գնում եմ իր հետևից այդ ազատությունը զվայելելու համար։ Ուրեմն այս ամենը մարդիկ գիտեն եւ մինչեւ այսօր էլ գործածում են հեթանոս կյանքով ապրելու, որովհետեւ հեթանոս ասում մենք նաեւ հասկանում ենք կռապաշտ, իսկ կռապաշտը բոլոր մեղքեր այս ամենը իր մեջ ունի, այս ցանկությունները բոլոր իր մեջ ունի սիրելիներ։ Դրա համար ասում է դուք բոլոր հեթանոսների պես չապրեք։ Եվ տեսեք Հռոմեացի նամակի մեջ ինչ ասում Պողոս առաքյալ. աղաչում եմ ձեզ, եղբայրներ եւ քույրեր, ողորմությամբ Աստծո, որ պատրաստեք ձեր մարմինը որպես զոհ կենդանի, սուրբ, աստվածահաճո, այդ է ձեր բնական պաշտամունքը։ Այսինքն այս մարմինը նաև զոհ պիտի մատուցես Աստծուն եւ սա բնական պաշտամունք է։ Ինչու շատ-շատերը որոշեցին առանձնանալ, ճգնավորներ դառնալ, միանձնուհիներ դառնալ, իրենց ամբողջ կյանքը կուսության մեջ ապրել, իրենց մարմնապես ֆիզիկական մարմինն էլ այդպիսին Տիրոջը ներկայացնելու համար, որպես բանական պաշտամունք։ Ուրեմն դու կարող ես ամեն օր չոքած աղոթել։ Դու ամեն օր կարող ես երկրպագուն գլուխդ գետնին հարվածելով, կուրծքդ ծեծել, բայց երբ որ այդ ցանկությունները քո մեջ կան, դու այլևս ենթակա ես ճշմարիտ քրիստոնյա կոչվելու։ Այս տաճարը պիտի միշտ մաքուր լինի։ Դրա համար Ծաղկազարդի խորհուրդով որ Հիսուս երբ որ եկավ, առաջին բան ուր գնաց, հիշում եք, տաճար, մաքրես տաճարը։ Ուրեմն առաջին բան որ Տերը պիտի գա, մեր սրտերի մեջ պիտի գա իրեն փնտրելու։ Տեսնի այս տաճարը մաքուր է թե չէ։ Այս գլխավոր վայրը, սիրտը, հոգևոր տաճարը մաքուր է Տիրոջ բնակության համար։ Այստեղ պաշտամունք մատուցվում է Տիրոջը, թե չէ։ Մենք կարող ենք կանգնել եկեղեցում, այսպես անել, խոնարհվել, բայց ֆիզիկապես միայն հոգով ըմբոս լինել, մտքով թափառող լինել, սրտով էլ ընդհանրապես շատ-շատ հեռու լինել։ Դրա համար Տեր ուզում է, որ մենք այս կենթանի եւ հոգևոր բանական պաշտամունքը մատուցենք իրեն։ Իսկ Կորինթացիներին նամակի մեջ ասում է. սիրելիներ, եւ որովհետեւ այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի եւ հոգու ամեն պղծությունից, կատարյալ դարձնենք սրբությունը Աստծո երկյուղով։ Մաքրենք մեզ ամեն տեսակ պղծությունից, ինչը որ մեջ առաջանում է։ Մենք մարդ ենք, հատկապես այսօր երբ որ համացանցը կա, այսօր ցանկացած ֆիլմ, որ միացնում ես նայես երեխայի հետ, մեջը մի սեռային դրվագ կա, էրոտիկ մի հատված դրված է։ Երգերը, որ մարդիկ նկարում են, մերկ ու կիսամերկ աղջիկներ են ապարում անդադար, եւ մարդու միտքը ոչ թե երաժշտությանը, բառին էլ հակվում այդ մեղքին։ Եվ անցյալ օրը հետարքիր մի բան պատմեմ ձեզ։ Ֆուտբոլային խաղի ժամանակ մի հատ մեծ պաստառ բացեցին այդ ակումբի Գերմանիայում այդ ակումբի մասնակիցները եւ սատանան ասում է սատանա ուր ես արի մեզ տիրի որպեսզի մենք ազատորեն ինչ ուզենք անենք տեսեք ֆուտբոլային խաղը անգամ օգտագործվում է սատանային հրավիրելու մեր կյանքի մեջ մեղք հրավիրելու մեր կյանքի համացանցը բացում ես այդ մեղքն է քեզ հրավիրում այսօր երբ որ մարդիկ ժամերով անցկացնում են հեռախոսի մեջ չենք էլ հետ մտածում անդրադառնում որ քո ամբողջ ժամանակը գնաց այնտեղ ու ոչինչ չհասկացար, այսպես թերթում ես։ Ես ձեզ ասել եմ, չէ՞ որ մարդու միտքը 15 վայրկյան հետո է սկսում մտածել։ Մենք ոչ մինուտ 15 վայրկյանից ավել չենք նայում։ Ու այսպես անդադար թերթում ենք sense։ Ու մեկ էլ տեսնում ես 1 ժամ, 2 ժամ դու նստած ես հեռախոսի շուրջ եւ կռացած ես իր առջև, գլուխդ կախ իրեն ես երկրպագում։ Հետո որ ուզենաս հիշես ինչ ես նայել, չես կարող հիշել։ Կամ վատ բաներն ես հիշում։ Հիմար անեկդոտները, ծիծաղալու պատմությունը, մեր կանանց, տղաների, այս ամենը, բայց երբ որ գալիս է հոգևոր խոսք, տեսեմ, միանգամից թեքում են մարդիկ։ Հենց հոգևոր նյութ է գալիս, միանգամից թեքում են մարդիկ, չեն ուզում լսել, որտեղ այնտեղ իրենց մեղքի հանդիմանանքը կա։ Դրա համար ասում եմ, ուրեմն մեզ մաքրենք ամեն տեսակ պղծություն, պոռնկությունը մեծագույն չարիքն է մարդու փրկության համար, սիրելիներ։ Մեր մարմինը միշտ մաքուր պիտի լինի, մենք միշտ մաքուր պիտի պահենք, ոչ թե իցույց մարդկանց, այլ Աստծո համար։ Շատ գեղեցիկ կարող ես լինել։ Այդ գեղեցիկ մարմինը կարող ես օգտագործել գայթակղեցնելու համար, կարող ես օգտագործել պղծության համար, կարող ես օգտագործել մեղքի պատճառ դառնալու, շատ շատերին ոչնչացնելու համար։ Շատ կանայք այնք հատուկ այդ օծանելիքը գցում են իրենց վրա տղամարդուն գայթակղելու համար, շպարվում են, աշկովունքով են անում մեկ ուրիշին գայթակղելու համար։ Եթե այս ամենը դու պիտի անես չարիքի համար, դու արդեն այդ պոռնոկական վիճակի մեջ ապրում ես, նշանակում է քո էությունը այդպես է։
Իսկ ռոմեական առասպելն ասում է լավ այն մարդը, ով իր կրքերն է ղեկավարում, քան այն մարդը, ում ամբողջ քաղաք է ղեկավարում։ Երբ որ մարդը կարողացավ ինքն իրեն ղեկավարել, ինքն իրեն զսպել եւ պայքար այդ որոշում ունենալ, ինքը կհաղթի սիրելիներ։ Ուրեմն թող այս հարության խորհրդի մեջ, որ դեպի ավակ շաբաթ ենք գնում, այս որոշումը մեր մեջ լինի, որ մենք ոչ միայն հոգևոր մարդիկ, այլև ֆիզիկապես ապրող մարդիկ, մենք պիտի փորձենք այդ մաքրությամբ զատված մոտենալ Տիրոջը։ Եվ ցավոք սրտի այսօր երիտասարդությունը աշխարհի մեջ այս մեղքի մեջ թաղված է։ Ժամանցային կենտրոններում հարբեցողությամբ, թմրանյութ օգտագործելով, սեռական սանձարձակյան կապրելով իրենց կործանում են։ Եվ իրենց դա էլ սովորեցնում է, որ այդպես ապրելը ճիշտ է։ Խոսեք, մի ամաչեք, մարդկանց բացատրեք, որ այսպես ապրելով դու վատ ծերություն ես ունենալու։ Քո կյանքը երկար չի տևելու։ Երբ որ ես գերեզմաններ եմ գնում, միշտ ցավ եմ ապրում, ավելի շատ երիտասարդներ կան թաղված, քան ծերունիներ։ Սարսափելի բան է սա։ Երբ որ տեսնում ես սպանության համար, թմրանյութի համար, ավտովթարի հարբեցողության պատճառով սարսափում ես, ինչու՞։ Որտեվ մենք չենք ուզում սուրբ լինել։ Ցավոք սրտի աշխարհը չի ուզում սուրբ լինել, անգամ հոգևորականը չի ուզում սուրբ լինել։ Հավատացյալը գալիս է եկես, բայց չի ուզում սուրբ լինել։ Հոգևորական ինքը քարոզում է, բայց ինքը չի ուզում սուրբ լինել։ Այ որ պահին, որ մենք որոշեցինք, որ ուզում ենք սուրբ լինենք, այս բոլոր մեղքերը մեզանից հեռու կմնան եւ մենք Աստծո կամքը կատարենք եւ Քրիստոսը մեր կյանքի մեջ հարությամբ կդիմավորենք։ Աստված պահապան բոլորիդ սիրելիներ, շնորհակալություն ձեզ։ Կան